Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ եւ ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս իմ գործընկերների հետ, ընդ որում գեղեցիկ գործընկերների հետ քննարկելու ենք մեր մեդիայի խնդիրները մի քիչ ավելի տարբերվող տեսանկյունից, քան ասենք նախորդ հաղորդումներն էին, որտեղ այսօր փորձենք շրջանցել քաղաքական թեմաները նաեւ այդ թվում եւ այդ գործում ինձ կօգնեն լրագրող Արմինե Բրսոյանը եւ հանրային ռադիոյի երկրորդ ալիքի ղեկավար Վեգա Անդրեասյանը, բարև ձեզ։ Ողջույն։ Նախ շնորհակալություն, որ այսօր համաձայնեցիք իմ ներկայությամբ քննարկել խնդիրները, այսպես ասեմ։ Հիմա տեսեք, գիտեք ես ինչի մասին կուզեի այսօր մենք զրուցենք իրար հետ։ Տեսեք, մենք այն որ լրագրողական մանկուց, այսպես ասեմ, հա, մեզ միշտ ասել են, որ լրատվության հիմնական առաքելությունը դա ծառայությունն է հանրության խնդիրների վերհանումը եւ այլն։ Բայց վերջին տարիներին այնպես է ստացվել, ընդ որում տարիներ ասելով ես մի քիչ նեղացնում եմ շրջանակը, իրականում տասնամյակների մասին է խոսքը, որ մեդիան ավելի ու ավելի է շեղվում այդ առաքելությունից, այսինքն հիմա ըստ էության մասնավորապես հայկական մեդիան հիմնականում ծառայում է քաղաքական շահերի։ Այսինքն խնդիրները, որոնք կապված են երիտասարդության հետ, սոցիալական խնդիրների հետ, առողջապահության հետ, մշակույթի հետ, առավելապես նաև այդ թվում մղվել են այնտեղ երկրորդ, երրորդ պլան, 7-րդ, 8-րդ, 9-րդ պլան եւ դա էապես ազդում է հանրային ընկալումների վրա։ Ընդ որում հանրային ընկալումների վրա թե լրատվական դաշտի հետ կապված եւ թե այդ խնդիրների, որոնց մասին ես նոր խոսում եմ, կամ որոնք հիմա թվարկեցին։ Հիմա զուտ ինչու է այդպես։ Ինչու այդպես, ըստ իս, քանի որ ժամանակին նաև քաղաքական լրագրություն եմ լրագրության ներկայացուցիչ էի, հետո կտրուկ որոշեցի, որ ավելի շատ մշակութային կուզեմ լուսաբանել, ես հասկացա, որ քաղաքականության մեջ առկա խնդիրներից, արեստացին թե արդեն իսկ առկա, խոսում են շատերը։ Իսկ կան խնդիրներ, կան մարդիկ, մշակութային գործիչներ, ներկայացումներ, իրադարձություններ, որոնց մասին լուր կարող են բոլորը անցնել, եթե չլինեն գոնե մի քանի լրագրող, ովքեր կուզեն լուսաբանել, խոսել եւ վերջի վերջո դերասանները, ովքեր տարիներով աշխատել են թատրոններում, լրագրողների եւ նյութերի, հոդվածների եւ հաղորդումների միջոցով դարձան ավելի պահանջված, սիրված, նրանց ճանաչեցին։ Այսինքն ոչ միայն թատրոն գնացող հասարակությունը, այլ բոլորը սկսեցին ճանաչել ու ոչ սերիալից, այլ հենց թատրոնից։ Ինչով մենք նպաստեցինք, որ տվյալ դերասանի պահանջարկը ինչու չէ մեծանա, որովհետև մենք շատ լավ դերասաններ ունենք, ովքեր միայն դերասանների մասին չի, ընդհանրապես շատ լավ նկարիչներ ունենք, արվեստաբաններ ունենք, որոնց մասին լուր է եւ առաջին հայացքից, երբ իմ դրսի ընկերների հետ մի օր զրուցում էինք, ասեց, երբ գրում ես Արմենիա, միանգամից քաղաքական լրահոս ենք կարդում, այն էլ թարգմանված։ Թարգմանվում է միայն քաղաքական լրահոսը, գումար վարձատրում են միայն քաղաքական լրահոսի համար։ Բախտը բերել է իմիջիալոց, որ հայկական երաժշտություն չի գրել։ Չանեն սարսափելի բաներ կբերեր։ Ավելի խայտարակ կլինեինք թերևս, քան հիմա է, բայց հուսով ենք, որ պետք է ամեն ինչ ուղղել։ Ավելացնեմ Արմինեի խոսքին, իրականում կարծում եմ եւս մի պատճառ կա, դեռ ինչպես դուք նշեցիք լրագրողական մանկուց, երբ նոր է սկսում կարիերատ, միշտ ավելի անլուրջ վերաբերմունք կա ժամանցային ուղին ընտրած լրագրողների հանդեպ, միշտ ավելի պակաս մասնագիտական որակներ են ենթադրում, որ տվյալ անձը ունի, եթե ժամանցային ոլորտն է ընտրել, ժամանցային լրագրությունը կամ մշակութային, ավելի թե ոչ քաղաքական, ինչպես դուք նշեցիք։ Լրացնեմ ուղղակի, մենք որ երեխա ենք, ֆուտբոլ էինք խաղում, ով լավ չէր խաղում, ասում ենք դու գնա դարպասապահ։ Ահա, մոտավորապես այո, ստացվում էր դարպասահապահն է, ինչը ինձ համար շատ տարօրինակ էր, որովհետև զուգահեռ, երբ մենք խոսում էինք պարբերաբար տարիներ շարունակ խոսել ենք, չէ, որ հայկական մեդիայում աղբը շատ է, հեռուստատեսությամբ աղբը շատ է, երիտասարդներին եւ երեխաների վրա վատ ազդեցություն է ունենում մեդիան, մենք երբեք չենք ֆիքսում, որ այդ աղբը, որի մասին խոսում ենք, հիմնականում հենց ժամանցային կոնտենտն է։ Այսինքն երիտասարդներին եւ երեխաներին կրթում է հենց ժամանցային կոնտենտը նախ եւ առաջ։ Ձեր նշած մշակութային է, հենց բուն ժամանցը, խաղային, երաժշտական, մշակութային, այդ ինչպես ստացվեց, որ փաստորեն պակաս պրոֆեսիոնալներին ենք ուղարկում, այսպես ասած, այդ ֆրոնտում կռվելու։ Հետևաբար այո, կարծում եմ հենց մենք լրագրողներս էլ մի քիչ մեղավոր ենք, որ երկրորդ, երրորդ պլան է մղվել մշակութային լրահոսը, ժամանցային լրահոսը։
Ես համաձայն եմ Լիովին, նաև հավելեմ, որ նաև գնահատելու բացի այն, որ հասարակությունը հենց ոլորտի մարդիկ են, մշակույթ, շոու բիզնես, ինչու՞ չէ նաև երբեմն սպորտ լուսաբանողներին համարում երկրորդական, քանի որ նրանք չեն գնում, չգիտեմ, ինչ որ սուր հարցերի իբրև թե չեն տալիս, բայց ավելի կարևոր լուծումների կարող են բերել իրենց ոչ սուր հարցերով։ Այ դրան զուգահեռ նաև աշխատավարձի շատ լուրջ խնդիր կա հենց մշակույթ լուսաբանող լրագրողների համար։ Սկսնակների համար դա լուրջ խնդիր է, ուզում են մարդիկ թատրոնի մասին, կինոյի մասին, սպորտի մասին, կրթության մասին խոսեն, գրեն, գնան թանգարաններ, բայց չեն կարող, որովհետև աշխատավարձը գնահատվում է ցածր։ Սովորաբար բոլոր, եթե կհամաձայնես, բոլոր մշակութային հաղորդումների դեպքում առաջարկում են, որ հովանավոր բերվի։ Հովանավորը կա, մենք կվճարենք, չկա, չենք վճարի, սա ինչի մասին է։ Այսինքն ստիպված մշակութային լրագրողը կամ ոլորտից է դուրս գալիս, կամ իրեն երկրորդական է համարում, որովհետև չի կարողանում իրեն թույլ տալ աշխատավարձով ապրել, արարել, ստեղծել ու մնայուն արժեք ու մնայուն հոդվածներ ու հաղորդումներ կամ ստեղծել։ մտնում է քաղաքական դաշտ ու ունենում ենք այն ինչ որ ունենում ենք, որովհետև ես կարող եմ ցավոք սրտի օրինակներ բերել, թե սարսափելի հետևանքների բերել նրան, որ այդպես քիչ գնահատված լրագրողը հանկարծ որոշում է, որ ինքը պիտի դառնա քաղաքական լրագրող, հետո որոշում է, որ չէ, դա քիչ է, պիտի դառնա քաղաքական գործիչ, հա, ու այսպես ուր գնում է այդ քաղաքական գործի արեոլը, այսպես իր հետ այնց քաշ տալով տանում է, այդ տեսեք, ես ինչ ուժեղ հարցեր եմ տալիս, տեսեք ինչ նեղը գցեցի, ում իրականում հա այնտեղ ջուր է ամբողջությամբ։ Այդ ժամանցի պահանջն էլ մեկ-մեկ հետը տանում է, որովհետև մարդն ի սկզբանե ուզում է ժամանց լուսաբանել եւ արդյունքում ժամանցային շոուներ են հաճախ ունենում քաղաքական դաշտում։ Շոու-բիզ քաղաքական դաշտում։ Հիմա տեսեք, համաձայն լինելով ձեր բոլոր ասածների հետ, Արմինեի ասածը երկրորդելով, հա։ Հիմա տեսեք, լրատվամիջոցների տերերի մի մասին ես ճանաչում եմ, կամ ղեկավարներին, հա, այդ մարդկանց հետ որ խոսում ես, տենց սուրճի կլինի, մի բաժակ կոնյակի շուրջ, վայ, այնպեսի արժեքներից են խոսում, վայ, այսպես պիտի լինի, վայ, այնպես պիտի լինի, վայ, բա մեր ազգը, բա մեր մշակույթը 5000 տարի մասիս ընդեղ, բան եւ այլ մատենադարանում եղել եք երբևէ, բայց երբ գործնական փուլ ես մտնում, հա, որ փորձում ես հասկանալ լավ էս մարդը ինչով է զբաղված, գալիս ենք հասնում ենք այն կետին, երբ ասում եք, գիտեք ինչ կա, եթե այս հաղորդումը կամ այս հարցազրույցը ինձ այսքան դիտում չի բերելու, հա, այդ քլիկ չի բերելու, հետեւաբար եկամուտ չի բերելու, կամ հովանավոր բեր, ոնց ուզում ես արա, կամ ես փակելու եմ այս հաղորդումը, այսինքն այստեղ այդպես կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, այսինքն մարդու ասացի եւ արածի միջեւ, ու ցավոք սրտի դա համատարած երևույթ է։ Այո։ Բացի այդ, այս քլիքի դարաշրջանը կարծեք դարձել է պատուհասություն լրագրության գլխին, ինչու, որովհետև մարդիկ Instagram-յան էջեր են բացում, լրագրության հետ ընդհանրապես գուցե եւ կապ չունեն։ Կարճ ռիլեր են պատրաստում լրահոսի մասին։ Այսինքն ինչպես կարելի է ընդհանրապես 30 վայրկյանում խնդրի մասին խոսել, լուծման մասին խոսել կամ գոնե լիդը տեղավորել, հա, ինչպես մենք սովորենք։ Եվ եթե դիտումները 50,000-ը անցնում են, օրինակ դա համարվում է արդեն լրատվամիջոց, բայց դա ընդհանրապես Instagram-յան էջ է կամ անձ է, ով ոչ բլոգեր է, ոչ վլոգեր է, ոչ էլ անհատ գործող է, այլ լրատվամիջոցի անվան տակ։ Դա պատուհասություն է ինչու, որովհետև նման ձևով իր արագության տակ իրեն ավելի շուտ կհավատան, թեկուզ զրպարտություն տարածի կամ սուտ տարածի, հետո հերքում ինչպես բոլորս գիտենք ընդհանրապես չի աշխատելու, իսկ երբ որ լրագրողը ուզում է գնալ, ուսումնասիրել, հարցում ուղարկել, թեկուզ մշակութային իրադարձության որևէ արձանի տեղադրման կամ հեռացման մասին, այդ հնգորյա ժամկետում գեղեցիկ, բովանդակային արդեն դա հետաքրքիր չի, պարզ է դիտում չի բերելու։ Եվ բացի դրանից իրականում այս ինչպես Արմինեն նշեց քլիքի դարաշրջանում կամ այն շրջանում երբ դիտումները այսքան կարևոր են դարձել ոչ միայն քչանում է մշակութային կոնտենտը այլ եղածնել լինի դա մշակութային կոչենք կամ հենց ժամանցային կոնտենտի մասին խոսենք որակապես շատ տուժում է որովհետև զուգահեռ եթե մի շատ հետաքրքիր թեկուզ նոր թեկուզ իր ոլորտում հայտնի երաժշտի մասին նյութ պատրաստես լինի դա պարտադիր չի ընդ որում լինի դասական արտիստ դասական երգիչ կարող է լինել թեկուզ մի փոքր ավելի ժամանակակից ոճերի իսկապես ճաշակով ներկայացուցիչ միանշանակ լավագույն դեպքում 10 անգամ ավելի քիչ դիտում է հավաքելու քան եթե անդրադառնաս հերթական անհասկանալի կլկլոցը ներկայացնող արտիստի ու բնականաբար պիտի անկեղծ լինեմ եւ խոստովանեմ որ մենք որպես հանրային հեռարձակող գուցե մի փոքր ավելի այստեղ
հարմարավետ ենք, որովհետև ունենք հենց պարտավորություն ներկայացնել նաև որակյալ բովանդակություն եւ մեզ մոտ միշտ չէ, որ դե բնականաբար մենք էլ ենք կարևորում դիտումները, ամեն դեպքում ստեղծում ենք որ նայեն, բայց երբեք դրան զոհ չեն գնում ու երբեք դիտումները հանրայինի երկրորդ ալիքի համար կամ լսումները առաջին տեղում չեն եղել, մենք միշտ էլ բովանդակության որակն ենք ավելի կարևորել, բայց բնականաբար, քանի որ մենք հանրային հեռարձակող ենք, դա մեզ կարողանում ենք երբեմն թույլ տալ, ինչը հասկանում եմ, որ շատ մասնավոր ինքնաֆինանսավորող կազմակերպություններ, ընկերություններ չեն անում, բայց ես դրա լուծումը գոնե ամենապրիմիտիվ տարբերակով տեսնում եմ գոնե 50-50-ի, այո, գոնե 50-50-ի սկզբունքն է պետք։ Միշտ այո կարելի է ունենալ ավելի խայծ հաղորդումներ, ավելի խայծ վիդեոներ, որոնք ավելի popcorn content կլինեն եւ լսարան կներգրավեն, բայց որպես լրատվամիջոց յուրաքանչյուրի պարտականությունն է, պարտավորությունն է գոնե 10% ապահովել նաեւ որակյալ բովանդակություն, որովհետեւ ի վերջո մարդիկ որակյալ կոնտենտին ինքնուրույն չեն գալու եւ եթե մենք պարբերաբար եւ անընդհատ պարզապես շարունակենք սպասարկել լսարանի պահանջը, որքան էլ դա լինի ոչ այնքան որակով բովանդակություն, ապա ոչինչ չի փոխվելու եւ կարծում եմ, որ որպես մասնագետներ մեր պարտքն է գոնե ցածր դիտումների հաշվին, գոնե երբեմն տուժելու հաշվին, ժամանակին լրագրության այսպես ասած կարևոր կետերից մեկը համարվող կրթական բաղադրիչը գոնե մեկ-մեկ ապահովել։ Ինքնազոհ լինելու հաշվին այո, գոնե մի քիչ եմ ասում, թող 10% լինի։ Ես չեմ ասում, որ մասնավոր ալիքը կտրուկ ջնջի բոլոր, չգիտեմ, վաց երալների մասին վիդեոները եւ փոխարենը սկսի ինչ որ որակյալ թատերական գործերի անդրադառնալ։ Զուտ ցանկություն է պետք, որովհետեւ հիմա չեմ հիշի կոնկրետ այդ հիմնադրամի անունը, նոր հիմնադրամ է ստեղծվել, որը հենց ուղիղ նպատակ ունի մասնավորները, հա, որ որները դիմեն այնտեղ, որ իրենք այնտեղից դրամաշնորհներ վերցնեն ու տան որակյալ պրոդուկտ, բովանդակություն։ Իրականում, քանի որ միտքը շարունակելու նպատակ ունեմ, շարունակեմ ու արդեն հիմնադրամի մասին խոսենք, համաձայն եմ, բայց հանրայինը քանի որ չունի այդ ֆինանսի խնդիրը, այսինքն ինքը պետական ֆինանսավորում ունի։ Նայած որ հանրային ռադիոն եւ հեռուստաընկերությունը։ Դա իրականում հենց դրա համար է ասում, որ մի փոքր ավելի կարողանում ենք մեզ թույլ տալ, այո։ Իսկ մասնավորի դեպքում նաեւ մենք ունենք ավելի լուրջ խնդիր, երբ որ ինչպես վեգանը արդեն շատ գեղեցիկ նկարագրեց, այդ ամեն կլկլացնող երգիչը, ով ունի ֆինանս, ինքը չէ որ կարող է գովազդային նյութեր պատվիրել։ Իսկ սովորական նկարիչը կամ ստեղծագործող, բայց շատ տաղանդավոր սկսնակ ռեժիսորը, հին ռեժիսորը, ով համ ունի ճանաչված լինելու խնդիր, բայց չունի գումար, որովհետև ինքը երբ որ գումար է հավաքում, ինքը ֆիլմ է նկարում օրինակ, ինքը չի կարող թույլ տալ, որ ամիսը 4 հատ ռիլ նկարեն իր մասին, դա տարածվի, դրա համար գովազդ միացվի գումարով, այսինքն ակամա լրատվամիջոցները փողին, քանի որ փողի խնդիր ունեն, աշխատավարձ լուծելու խնդիր ունեն, կարծես թե լրագրողի աշխատավարձի խնդիրը լուծվում է հասարակության կրթական մակարդակի հաշվին։ Իսկ միգուցե դա նրանից է, որ լրատվական դաշտը չափազանց լայն է, ոչ թե մեծ է Հայաստանում նկատի ունեմ, եւ նրանից է, որ ցանկացած մեկը, որը որևէ տեղ չի հաջողել վերջին տարբերակ որպես դիտարկում է լրատվությունը եւ լրագրությունը կարող է նաեւ դրանից։ Չկա լրագրող դառնենք, չկա մի կարգ անունը չգիտեն ինչ են դառնում, ասում էջ բացենք։ Բայց նաեւ այստեղ կա իհարկե հակառակ կողմն էլ կա, բայց ես վերջին տարիներին քանի որ շատ է քննարկվում, դիտորդ մարմինն էլ է միշտ այդ մասին խոսում, որ լիցենզավորման process սկսվի եւ այլն, սկզբում շատ ողջևորված էի, մտածում էի դե գոնե ինչ որ հարցաշար կլինի կամ օրինակներ աշխատանքների, բայց հետո Հայաստանի իրականությունը հաշվի առնելով ես եկա նրան, որ դա մոնոպոլիայի կարող է վերածվել ու կապ չունի ով կանի դա։ Մենք իմիջիալոց մի քանի անգամ հենց այս հաղորդաշարի շրջանակում այդ նաև Բորիսի հետ Նավասարդյան, Աշոտի հետ Մելիքյան խոսել ենք այդ լիցենզավորման տարբերակի մասին։ Ես ինքս անձամբ այդքան էլ դեմ չեմ, բայց իմ մտավախությունը մոտավորապես ենթադրում եմ, որ Արմինե Բրսոյանին էլ այդ նույն մտավախությունը, որտեղ դա գործիք է, որը չես կարող իմանալ վաղը ում ձեռքում կհայտնվի։ Ինչի դիմաց կաշխատի։ Այսինքն դա կարող է դառնալ բաժիչ մեխանիզմ, այսինքն անհարմար լրագրողներին դաշտից դուրս մղելու եւ այլն, հա, ինչքան էլ որ անկախ մարմին է լինելու, ինչքան էլ որ լրագրողներ են լինելու այնտեղ ընդգրկված բանեսկոմենքում, մեզ դա եկեք ընդունենք, որ մենք էլ սուրբ չենք, էլի որպես այդ։ Իհարկե։ Եվ ի վերջո միևնույն է, այսպես թե այնպես ինչ որ կետում սուբյեկտիվության բաղադրիչը կա։ Հիմա ինչ վերաբերում է այն մի մտահոգությանը, որ ասենք եթե մարդը 50,000 դիտումից ավել հավաքում արդեն ավտոմատ սկսում է համարվել զանգվածային լրատվական միջոց, դա
իրավական տեսանկյունից այդպես չի, հա, մենք գիտենք, որ իրավական տեսանկյունից այդպես չի, բայց այստեղ մենք ուրիշ խնդիր ունենք, որ էլի կազուսային է, որը նախորդ գումարման առնվազն 2 ազգային ժողովները 7-րդն ու 8-րդը չլուծեցին 18 թվականից այս կողմ 2 խորհրդարանական, հա, գումարում ենք ունեցել, դա զանգվածային լրատվության միջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն է, որը վերջին անգամ խմբագրվել է 2004 թվականին։ 2004 թվականին։ Այսինքն մենք հիմա 2026 թվականում ենք եւ ճունենք եզրույթները իրավական, թե որն է համարվում զանգվածային լրատվամիջոց։ Դրա համար մենք ունենք մարդ լրատվամիջոցներ, մենք ունենք, չգիտեմ, բլոգերներ, որոնք երբ պետք է ներկայանում են, մենք լրագրող ենք, էս ենք, մենք ունենք ռեժիսորներ, որոնք գնում հասնում են սահմանի վրա բռնվում են, ասում են, վայ, բան ինքը լրագրողին բռնել են, ասում են, ինչի է լրագրող, ասում են, դե միկրոֆոն ուներ, հետո ասենք ես էլ ասենք եթե իմ ավտոմատով գամ աշխատանքից չի նշանակում չէ որ ես բանը գեներալ եմ ենթադրենք իսկ լրագրող լինելը պետք է մենք ընդունենք որ այ մոտավորապես գեներալ լինելու նման մի բան դե իրականում լրագրող լինելը շատ պարտավորեցնող գործ է լրագրողը երբ որ ժամանակ կար ես ուսումնասիրում էի տարբեր թե ամսվա մեջ քանի տարբեր մասնագետի հետ ենք մենք զրուցում ու Այն բոլորս գիտենք ինչպես ենք չէ պատրաստվում, ինչպես ենք ուսումնասիրում, եթե ինֆորմացիա չունենք, մինչև եթեր մտնելն ենք զրուցում, տեղում գեներացնում, ու որ բժշկի հետ խոսում ենք, իրավաբանի հետ խոսում ենք, երգչի հետ խոսում ենք, մեր մտահորիզոնը պետք է որ լինի լրագրողի մտահորիզոնը զարգացած, բաց եւ լայն։ Բայց այսօր լրագրությանը վերագրվում է սղագրությունը, օրինակ, ինչ որ մեկին անպատեհ իրավիճակում նկարել, ու ես չեմ ուզում ոչ մի քաղաքական ենթատեքստով ասել, այսինքն բոլոր կողմերից դա համարվում է կայացած լրագրող եւ լրատվություն։ Այստեղ մենք ունենք խնդիր։ Նույն մշակութային գործչին ես օրինակ չեմ մոտենա հաց ուտելուց հասարակական վայրում առանց զգուշացնելու սկսեմ նկարել։ Բայց այդ նույն կոնտենտը ավելի դիտում ունի, քան նույն մարդու խնդիրների մասին խոսելը։ Ոչ շատ վաղուց նման մի միջադեպ եղավ։ Այո։ Վայ, ասեցին լրագրողի նկատմամբ բռնություն կիրառեց եւ այլն եւ այլն։ Ես ինքս այն ժամանակ էլ հիմա էլ շարունակում եմ ֆորմալ իմաստով կամ որոշակի առումով լինել արմիության նախագահ ինձ ասին, բա ինչի բան, ասում ժողովուրդ, ասում մեզնից յուրաքանչյուր մեկը տենց կվարվեր։ Երբ կնոջս հետ ես նստած ինչ որտեղ ճաշելիս լինեմ, ինչ որ մեկը գա հեռախոսով մտնի քթիս մեջ, բառացիորեն։ Հետո հեչ լավ չի լինել։ Իդեպ էթիկայի կանոնները կարծում եմ այս նորաստեղծ ժանրերում լրագրության, որոնք դեռ կարծես չեն էլ վերագրվում ամբողջովին լրագրությամբ, ինձ շատ մտահոգում է հենց այդ խնդիրը էթիկայի կանոնների, որովհետև հիմնականում հենց ժամանցային կոնտենտում էլ դա հանդիպում ենք, երբ փողոցում այս դեպքում եթե գոնե ձեր նշած օրինակում գոնե քաղաքական գործի հետ գործ ունեինք, մարդու որը միանգամայն կիսելով ձեր կարծիքը, որ ամեն դեպքում իր անձնական ժամանակն էր, բայց որը որ գոնե երբեմն հարցազրույցներ է տալիս եւ հանրային մարդ է, ունենք հիմա պատկեր, երբ ցանկացած մեկը միկրոֆոնով եւ տեսախցիկով փողոցում մոտենում կոնտենտի, երբեմն էլ ծաղրի առարկա է վերածում մարդկանց, որոնք չեն էլ հասկանում ինչ է կատարվում, չեն գիտակցում ուր են հայտնվել մտավոր ունակությունների հետ կապված գուցե խնդիրներով անձանց են մոտենում սարքում ինտերնետ։ Այս ձեր կողմնակիցները մոտավորապես այսպես։ Այո, եւ սարքում ինտերնետ։ Ու մարդը ըստ էության բուլինգի է ենթարկվում։ Անչափահասների են մոտենում, նրանց կոնտենտի առարկա դարձնում, երբեմն էլ այդ անչափահասները լինում են խոցելի խմբերի, ընտանիքների ներկայացուցիչներ եւ ոչ ոք չի էլ հասկանում, որ իրենց իրավունքը խախտվել է, այդ երեխաներն են դառնում մեմերի եւ ծաղրանքի առարկա, եւ այդ ամենը սովորաբար հենց ինչ որ չակերտներում ասած ժամանցային էջերի ձեռքով էլ լինում է, վերջերս գործընկերներիցս մեկը մի հետաքրքիր բան ասեց, որը առաջին հայացքից ծիծաղեցի, հետո շատ մտահոգեց եւ մտածելու տեղ տվեց։ Մի պապիկի վիդեո էր տարածվել, որը դե շատ ծիծաղելի էր, բոլորս ծիծաղեցինք, վայ, այս ինչ հետաքրքիր բան է ասում պապիկը։ Հետո նա հիշեցրեց, ասում է, հիշում ես ժամանակին, երբ հեռուստատեսության պատահաբար ինչ որ տատիկի կամ պապիկի վիդեո էր տարածվում, որտեղ հասկանում ենք, որ մարդը ֆինանսական խնդիրներ ունի կամ ինչ որ խնդրից էր բողոքում, նման բան կար, երիտասարդներ կհավաքվեին, կգնային տունը կկառուցեին կամ գուցե օգնություն կտանեինք, իսկ հիմա երբ ինչ որ մեկը խոսում է օրինակ իր սննդային ցանկությունների մասին, որ կուզեր սա
փորձեր, նա փորձեր, մեծ պապիկ է, մենք պարզապես ազգովի ծիծաղում ենք, որովհետեւ վաղուց այդ ամեն ինչը կարծես թե մեմի է վերածվել, հենց այդ ժամանցային էջերի, հենց ժամանցին անլուրջ վերաբերվելու եւ այն դրան մատների արանքով նայելու եւ ինչպես դուք նշեցիք, այդպես հետին ֆրոնտի։ Այստեղ խնդիրը մի քիչ ես կլայնացնեի, որովհետեւ իմ խորին համոզմամբ այն ինչ որ տեղի է ունենում այդ թվում նաև լրատվական դաշտի մասնակցությամբ, դա ինչ որ ես դա դավադրությունների մեջ չեմ մտնում, դավադրական տեսությունների դավադրապաշտական, բայց ինքը ըստ էության բերում է, որ հասարակությունը ապա մարդկայնացվում է։ Այսինքն երբ դու անընդհատ այդ մեմերի միջոցով մարդու դժբախտությունը դարձնում ես ծիծաղի առարկա, այդ ապրումակցումը հասարակության մոտ ինքը ձգտում է դեպի զրոյի, հա, ինքը աստիճանաբար իջնում է այնտեղ, ցավոք սրտի լրատվական դաշտը շատ ակտիվ է մասնակցում դրան, ու այդ երևույթի դեմը ինչ որ ձևով պետք է առնել երկու պատճառով, նախ որովհետև մենք փոքր երկիր ենք, գժուկներ, առաջին հերթին, եւ իրականում այստեղ ամեն մարդն է թանկ, անկախ են համամարտկային, որ մարդը ամենաթանկ արժեքն է, եկեք մի քիչ այլ տեսանկյունից էլ նայենք։ Հայաստանի Հանրապետության համար ցանկացած մարդ շատ ու չափազանց կարևոր է։ Ու ցանկացած լրատվամիջոց կլինի, անց կլինի, որը կգնա այդ մարդուն արժեզրկելու ուղղությամբ, ինքը ուղղակի դաշտում գործ չպետք է ունենա։ Ես չգիտեմ ինչպես։ Տեսեք, մենք շատ հետաքրքիր թեմայի հասանք մարդկանց օգնելու, որը ես ընթացքում հիշում եի, իհարկե կային հաղորդումներ, որոնց մեղադրում էին երեխայի դեմքը չփակելու, շատ բացահայտ հետագա ճակատագրի վրա ազդելու առումով, բայց գոնե մոտիվներ, որ այլ որ օգնում էին, հետո նկարում էին նրանց արդեն նոր տունը, նոր զգեստները, երեխայի փոփոխությունը հոգեբանական առումով, գոնե օգուտ էր։ Իսկ հիմա մենք դա էլ չունենք։ Մենք չունենք նմանատիպ օգնող համակարգեր։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի սովոր համ ուսանող էի, համ աշխատում էի Գիտությունների ազգային ակադեմիայի ուսանող էի արդեն, մագիստրատուրա էի սովորում։ Աշխատում էի թերթում եւ 8-րդ էջ կար։ 8-րդ էջի պատասխանատուն էի, որտեղ հասարակության հարցերն էին, որոնց ոչ միայն հարցներ, այլ ես զանգում էի պետական մարմին կամ մասնավոր ընկերություն, պատասխան էի ստանում, որովհետև տվյալ օրինակ տատին, պապին, երեխան չգիտեր ոնց այդ հարցի լուծումը գտներ։ Ինքը շատ բարդ էր ամեն օրվա թերթի համար, օրական 10 հարցում ուղարկել հեշտ չէր, բայց հիմա որ ես նայում եմ թե տարիների ընթացքում մինչև ինձ աշխատող աղջիկներ էլ լավ աշխատել, ու հիմա նայում եմ ինչ պարզ բաներ, իմ համար առօրյա գործեր, բայց ոմանց համար մեկի ջրի հարցը լուծվեց, մյուսի երեխայի դպրոցի հարցը լուծվեց, մի տատի չգիտեր, որ ինքը թոշակ է ստանում անգամ, որովհետև թորները չէին տալիս փաստորեն, ու նմանատիպ հարցեր, ու հասկանում եմ, որ հիմա չունենք նման կոնտենտ։ Մշակույթից ենք սկսել, հիմա անգամ մշակույթի մեջ մենք չունենք ազդեցիկ կամ շոու բիզնեսի մեջ ազդեցիկ կոնտենտ։ Ոչ չի զարմացնում։ Ես իմիջիալուց վեգայի ասացի վրա այդ օրինակները հիշել էի, բայց որ Արմինեն էլ բերեց այդտեղ։ Հիմա տեսեք, ես երկու օրինակ կարող եմ բերել, որոնք անձամբ ինձ շատ էին վրդովեցրել։ Մեկը ապրիլի 24-ին ինչ-որ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի հետ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, կհիշենք երևի բոլորս էլ։ Երկրորդ այդքան մի քիչ ավելի վաղուց եղավ Ֆորշի հետ էր կապված, դե Ֆորշին բոլորս գիտենք, իր կենցաղն էլ գիտենք եւ այլն, Երբ վիդեո էր տարածվել, նկարել էին հաղորդման մեջ անցած վիդեո։ Գինովցած մի քիչ նստած են իր սիրելի տեղերից մեկում են, որ լրագրողը, այսպես ասեմ, աշտան ճանջի նման գնաց կապավ այդ մարդուն, այնքան մինչև սա մի բան ասեց, հետո այդ արդեն մեմի տեսքով Ֆորշի նկատմամբ դրանց հետո բուլինգ սկսվեց։ Ես вообще նկատել եմ ընդհանուր առմամբ, որ շատ են թիրախավորում մշակույթի գործիչներին ամեն առումով։ Ես եթե մարդ ուզում է խոսել, թող խոսի։ Եթե չի ուզում, բայց աջակցում է ինչ-որ մեկին, թող աջակցի։ Բայց պարտադրանքը վախեցնելու աստիճան պարտադրելը, բարևելու համար նսեմացնել փորձելը կամ հակառակը գովերքելը, մերոնքական համարելը կամ նրանց շատ վտանգավոր դեպի կործանում տանող դա իրականություն է, ինչի որովհետև ստեղծագործող մարդը կարող է լինել քաղաքացի, կատարել ընտրություն, ուզում է կխոսի, չի ուզում կխոսի մշակույթի արվեստի միջոցով։ Գուցե տվյալ մարդը այնպիսի ներկայացում է դնում, որ մարդիկ նայում են ու հասկանում են, որ մենք շատ լուրջ խնդիրների ու բաժանումների մեջ ենք։
այդ ծաղրն էլ ինչպես շատ ճիշտ նկատեցիր, ես այդ մասին օրինակ չէի ֆիքսել գալուց առաջ, ծաղրն էլ է բերել նրան, որ անգամ երբ մշակույթի գործչին, սպորտսմենին ինչ որ մի կողմից ծաղրում են, հասարակության, ինչպես մենք ենք ասում, լեզուն դառնում է 100 մետր։ Այսինքն այդ մարդկանց վրա շիշել կշպրտեն, այդ մարդկանց հղի հալին, անեծքներ կգրեն, որովհետև մեկը երգել է, մյուսը քայլել է, չգիտեմ, դա շատ սխալ է։ Մշակութային գործիչը արել է որպես քաղաքացի իր ընտրությունը։ Հիմա գիտեմ շատերը ասում են, չէ, աղջիկ ջան, ինչ ես խոսում, թե խոսեն, ինչի խոսեն, դուք ձեր սեփական կարծիքը չունեք, խոսեն ձեզ առաջնորդեն, ինչի համար խոսեն։ Կուզեն կխոսեն, չէ՞։ Որովհետև հասարակության զգալի մասը պահանջում է, որ պայմանական Լևոնը, Արմինեն եւ Վեգան, եթե մենք մտավորական համարենք, իսկ ես այդ հանձնառությունը կամ ես դուխը չունեմ, ես այդքան ես համարեմ մտավորական, ինքը ասում է, չէ, դու իմ փոխարեն պիտի խոսես, դու իմ փոխարեն այս մեկին հայհոյի, այն մեկին հայ մարդ ինչի պիտի հայհոյեմ, լավ, եղբայր, ես կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Ընդ որում ճիշտ ելք նման դեպքում չկա, դա կարող եմ ասել, որ վստահաբար վերաբերում է նաև ինֆլուենսերներին, բլոգերներին, որովհետև Լևոնի իր խոսքում նշեց, որ նրանք էլ երբ ուզում կարծես խոսում են որոշ հատված, երբ ուզում են ոչ, սա նույնպես շատ բարդ եւ կարծես թե ճիշտ ելք չունեցող է, որովհետև երբ գալիս է որևէ լարված իրավիճակ, քաղաքական կտրուկ որոշում, որը տեղի ունեցել կամ գուցե չգիտեմ արտաքին քաղաքականության հետ կապված ինչ որ բան հայտնվում են մարդիկ, որոնք պարտադիր պահանջում են հայտնի մարդու կամ ինֆլուենսերի կարծիքը, բայց զուգահեռ այդ կարծիքն էլ երբեք բավարարել չի կարող։ Կամ նույնիսկ եթե դու արտահայտվում ես, միևնույն է, ամենայն հավանականությամբ սխալ ես արտահայտվել եւ դրա համար նույնպես միևնույն է քարկոծվելու ես ու երբեմն այդ հայտնի մարդը ընտրում է քարկոծվել գոնե լռության համար, որովհետեւ հետագայում դրա տակից դուրս գալը ժողովրդական լեզվով ասած ավելի հեշտ է լինում, որովհետեւ գիտենք ինտերնետը ոչինչ չի մոռանում։ Իմիջիալից քանի որ շատերը չգիտեն դրա հետևանքները, ես երևի մի տարի առաջ էր հարցազրույց այստեղ արեցի իմ մյուս հաղորդման շրջանակում առանց տողատակի շրջանակում Կարինե Խոդիկյանի հետ։ Եվ Տիկին Խոդիկյանը ասաց, որ մի անգամ ինքը երբ հայտնվել է նման իրավիճակում, այսինքն թիրախի է վերածվել, արդյունքում ինքը շատ լուրջ առողջական խնդիրներ ա ունեցել, որը մի կերպ ա հաղթահարել, ընդ որում այդ ամենը կարող է շատ ցավոտ օրինակ, երբ որ Շուշան Պետրոսյանին, չգիտես ինչու քաղաքական հայացքներից ելնելով ֆիզիկական տվյալներին էին անդադար, ինչ որ շեշտադրում անում, կներեք դա ում գործն էր ու դա ինչ գրելու բան էր, որ հասարակությանը տվեցին հարթակ, որ այդ մարդուն հոգեպես, ես գիտեմ նա ճնշվող գուցե չէ, չգիտեմ, բայց կազդի չէ, մարդը ամեն օր մտնում է, որպեսզի կարդա իր մասին է օրինակ կամ մյուսի մասին։ Հակառակը, նույն եթե Շուշան Պետրոսյանի մասին ենք խոսում, ճիշտ հակառակին շատ ճնշվող է։ Դե չգիտեմ, չեմ ճանաչում։ Իրականում ցավոք մեր հասարակությունը, որի մի ստվար զանգվածը, հանուն արդյունքում պիտի ասեմ, որ սա հայկական խնդիր չէ, նահանգներում, առհասարակ արևմուտքում նույնպես գիտեք վաղուց կա այդ cancel culture կոչվածը, որ մենք երկրորդ ալիքում ինքներս ինքնագլուխ թարգմանել ենք որպես չեղարկման մշակույթ։ Եվ այս cancel culture կոչվածն էլ շատ հաճախ հենց քաղաքական դիրքորոշմանն է, այո։ Գալիս է հենց դիրքորոշման է, օրինակ Թրամփի աջակիցները, եթե հայտնի են, որպես կանոն հալածանքների են ենթարկվում on-line հարթակում, բայց վերադառնալով այդ ստվար զանգվածը սովորաբար ինչ որ բորենիների խմբի է վերածվում նման դեպքում եւ երբեք հենց բուն քաղաքական որոշումը չի դառնում վիրավորանքի կենտրոնում, հա, իրականում եթե կանայք են սովորաբար դա արտաքինին է վերաբերում, այսինքն միշտ հասկանում են թե ում որ կողմը ավելի խոցելի կլինի, ում ինչպես կարելի է վիրավորել, տղամարդկանց դեպքում էլ հաճախ նրանց կանանց են էլի թիրախավորում։ Ավելի ահավոր է, երբ որ օրինակ Ռուսաստանում էլ կհիշեք Նաստյա Իվլեևային, հա, այսպես ասած cancel արեցին, ամեն տեղից աշխատանք կորցրեց, մարդը սննկացավ բառացի ու շատ դժվար էր, իրեն սկսեցին վիրավորել իր նախորդող հաղորդումների մեջ կեցվածքի համար։ Հետո անցան իրականությունը, հետո Ֆիլիպ Կիրկորով երբ որ ասել էր ես սխալ դուր էի մտել հայերեն ասած, այդ միջոցառմանը որ հրավիրված էր, Ֆիլիպի հայ լինելուց, ես իմիջ լինելուց միջև չգիտեմ ինչ, այսինքն էլ չասած ընտանիքին Հասան Պուգաչովային, հետո Հասան Գալկինին, այս հլը դրսում, իսկ Հայաստանում քանի որ բոլորի ծանոթն ենք ու բարեկամը, Աստված չանի ինչ որ մի փոքր գաղտնիք իմանան որևէ գործչի մասին, ու Աստված չանի այդ գործիչը մի հատ սենց
ինչ որ սխալ ճակերտավոր արտահայտություն անի։ Միջև երեխաները ուղնուցուցը 7 պորտը, ինչպես ասում են, կհիշեն, կհանեն, կդնեն դիմացը, բայց ինչի։ Թիրախավորում են հենց վերոհիշյալ ճակերտավոր լրատվամիջոցները նման դեպքերում շատ հաճախ կարող են օրինակ հրապարակել տվյալ անձի, այդ պահին բուլինգի ենթարկվող անձի մոր լուսանկարը, քրոջ լուսանկարը, էջը, ահա, այսինչի էջը, դա ինչ է, եթե ոչ վերբալ բռնության կամ ատելության խոսքի ոչ ուղակի քարոզ։ Եթե կան դեպքեր, ցանկացած դեպքում էլ երբ իրավապահները փորձում են այդ թեմաներին խառնվել, ասում են, վայ, ազատ խոսքը բռնաճնշվում է եւ այլն։ ուղղակի կան դեպքեր, երբ որ թե մայրը, թե եղբայրը, թե երեխան ինքը փորձում է մասնիկը դառնալ հասարակական դրսևորումների, այսինքն փորձում է կարծիք ասել, իրեն կարևորում է կարծիք ասելու դիտանկյունից, դե եթե կարևորել է, ուրեմն պետք է նաև հակառակին սպասի, բայց կան դեպքեր, որ ընդհանրապես կապ չունեն այդ մարդիկ այդ իրականության հետ, ու դա բոլորի հանդեպ եղել է, ես հիշում եմ, երբ Շարմազանովի երեխաներին թիրախավորեցին, երբ Մարիամն էր փողոցում ուղակի քայլում թիրախավորեցին, այսինքն կապ չունի ում երեխան է, եթե չի դրսևորել իրեն որպես հասարակական մարդ, հա, չի խոսել այդ պահին, պետք չի նրան Եվ առհասարակ, եթե անչափահաս է, նույնիսկ եթե չգիտեմ, մի օր 12 տարեկան երեխան որոշի ասել, ասենք հիշում եք Փաշինյանի որդու հետ կապված, Աշոտի հետ կապված ինչ էր կատարում, դե տանելու բան։ Մենք դա, այո, ես մի դեպք հիշեցի, շատ հայտնի լրատվամիջոցներից մեկում էի աշխատում, որը հենց ժամանցային կոնտենտով էր զբաղվում եւ շատ հաճախ լուսաբանում էր շոու բիզնես։ Ես նաեւ որպես ադմին վարողներից մեկն էի այս լրատվամիջոցի Facebook-յան էջը ու հիշում եմ մի հայտնի դերասանուհու մասին, այդ էջին նամակ էր եկել, բարև ձեզ, այսինչը դերասանուհու անունը մեր հարևանն է եղել, ուզում եմ ձեզ նրա մասին ինֆորմացիա տալ, իմացեք, որ նրա մայրը ինչ որ, չգիտեմ, ազատ վարքի տերկին է, եղբայրը թմրամոլ է, հայրը բանտում է եւ այլն, անպայման գրեք, երբ կգրեք։ Բնականաբար ես պարզապես ջնջեցի այդ նամակը, բայց վստահաբար կլինեին բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, որոնք հենց միանգամից կտպվեին։ Հարգելի լրատվամիջոցներ, եղեք ինչպես Վեգա Անդրեասյանը։ Շնորհակալություն զրույցի համար, այսօր հիշեցնեմ, իմ զրուցակիցներն էին Հանրային ռադիոյի երկրորդ ալիքի ղեկավար Վեգա Անդրեասյանը եւ լրագրող Արմինե Բրսոյանը, ես Լևոն Սարդարյանը, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից, էլի այստեղ, էլի նույն ժամին, մնացեք Հանրային ռադիոյի հետ, հաջողություն։